Ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք տղամարդու առաջին սեռական հարաբերության եւ տեղի ունեցած խնդիրների մասին։ Որպես կանոն առաջին հարաբերությունը տեղի է ունենում կամ ցանկալի է որ տեղի ունենա այն ժամանակ, երբ սեռական հասունացումը սկսվել է եւ արդեն ունեցել է որոշակի ընթացք, տղան արդեն կայունացել է, հասունացել է, ձեռք է բերել գիտելիքներ եւ միջին թվաբանականով ցանկալի է որ դա տեղի ունենա 16 տարեկանից հետո, այսինքն հասունացումը գոնե պետք է այնքանով տեղի ունեցած լինի, որի ժամանակ տղամարդը նախ եւ առաջ դրա համար կրի պատասխանատվություն, ունենա անհրաժեշտ գիտելիքներ եւ առաջին հարաբերությանը լինի պատրաստված։ Քիչ չեն այն դեպքերը, երբ առաջին հարաբերությունը տեղի է ունեցել ավելի փոքր տարիքում։ Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույնիսկ առաջին հարաբերությունը եղել է 12 տարեկանում, սակայն սա ոչ մի ձևով չի խոսում այն մասին, որ գործ ունենք առողջ սեռականության հետ, քանի որ նման դեպքերում որպես կանոն իհարկե ավելի շատ ազդում է այն ավելորդ տեղեկատվությունը, որը շատ դեպքերում խանգարում է։ Սրանք հաջորդում են նաև այլ խնդիրները, սեռավարակները, հղիության ընդհատումը, աղջիկների պարագայում սխալ պատկերացումները սեռական կյանքի եւ սեռական հարաբերությունների մասին եւ այլն։ Եվ այդ ամենից խուսափելու համար իհարկե ցանկալի է որպեսզի առաջին սեռական հարաբերությունը լինի գոնե 16 տարեկանից հետո։ Քիչ չեն այն դեպքերը, երբ նույնիսկ 16-ից, 18-ից, 20-ից հետո տղան դեռ չի ունեցել սեռական հարաբերություն եւ այս պարագայում շատ դեպքերում գործում են այսպես կոչված աչքերը բացելու տարբերակները, որոնք որպես կանոն ունեն բավականին տխուր հետևանքներ։ Տղաները սկսում են կամ հիասթափվել սեռական կյանքից, կամ կոմպլեքսավորվում են, կամ հետո շատ դժվարությամբ են մտնում սեռական հարաբերությունների մեջ։ Այս դեպքում իհարկե պետք չի նման ձևով փորձել, այսպես ասած, բացել տղայի սեռական աչքերը կամ փորձել նրան ընդգրկել սեռական հարաբերությունների մեջ, որովհետև հետևանքները կարող են ավելի իհարկե մտահոգիչ լինել։ Մեզ մոտ քիչ չեն այդ խնդրով դիմողները եւ տղաների մոտ նախ եւ առաջ կարող է առաջանալ խորը հիասթափություն եւ բացի այդ նաեւ վախ ու տագնապ, որոնք կարող են շատ երկար տարիներ մնալ եւ նույնիսկ բերել նրան, որ տղան ընդհանրապես հրաժարվի սեռական կյանքից։ Եվ այս դեպքում ուզում եմ հատկապես ընդգծել եւ որպես բժիշկ խորհուրդ տալ ծնողներին, քեռիներին, հորեղբայրներին, բոլոր նրանց, ովքեր ստանձնել են սեռական դաստիարակության գործընթացը, չանել եւ չկրկնել այն, ինչ հաճախ լսում են ուրիշներից, որովհետեւ եթե տղան նույնիսկ 16-ում, 18-ում, 20-ում դեռ չի ունեցել սեռական հարաբերություն, դա չի նշանակում, որ պետք է դուք փորձեք նման ձևով նրա մեջ արթնացնել այդ ցանկությունը, որովհետեւ կարող եք միմիայն հոնքը շտկելու փոխարեն աչքն էլ վնասել։ Նորմալ է եւ կարող է տղան սիրահարվի կամ հետո ինքը իր ցանկությամբ որևէ մեկին հավանի կամ էլ թեկուզ եւ իր ցանկացած ձևով ծավալի սեռական հարաբերությունները։ Նախ եւ առաջ պետք է տղան լինի իրազեկված։ Իրազեկման հարցում շատ մեծ դեր ունեն ծնողները, մասնավորապես իհարկե հայրերը, եւ չպետք է սпасել ինչ-որ մի տարիքի, որից հետո նոր խոսել կամ չխոսել դրա մասին։ Սեռական դաստիարակությունը եւ իրազեկումը, մասնավորապես առաջին սեռական հարաբերության մասին, անընդհատ process է եւ պետք է դրան պատրաստվել։ Կամաց թեմաները հասունացնելով բերել դրան, որ կոնկրետ խոսել եւ տալ այն տեղեկատվությունը, որը պետք է դեռահասը ունենա։ Դա որպես կանոն իհարկե կատարվում է արդեն դեռահասային պատանեկան տարիքում, երբ արդեն կարելի է դեռահասին ծանոթացնել այնպիսի կարևոր հարցերին, ինչպիսիք են հակաբեղմնավորիչները,
սեռավարակները, դրանից խուսափելու մեթոդները եւ իհարկե պահպանակները եւ պահպանակի կիրառման բոլոր այն հարցերը, որոնք դեռահասը պետք է իմանա։ Շատ կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ պետք չի ուշադրություն դարձնել առավել եւս ուղեցուցային դարձնել պոռնոհոլովակների բոլոր այն օրինակները, որոնցով առաջնորդվում են դեռահասներն ու երիտասարդները, որոնք դրանք ստեղծում են սխալ կարծրատիպեր։ Շատերին թվում է, թե սեռական հարաբերությունը պետք է իրականում տևի այնքան, որքան որ իրենք տեսել են պոռնոհոլովակում, կամ տղամարդու էրեկցիան պետք է միշտ լինի քարի պես պինդ եւ այլն։ Դրանք կարծրատիպեր են, որոնցով ցավոք դեռահասները մտնում են սեռական կյանք եւ հետո երբ իրական կյանքում բացահայտում են տարբերություններ, սկսում են մտածել, թե իրենք ունեն ինչ-որ սեռական խնդիրներ։ Շատ ծնողներ երբեմն մտածում են, որ կարելի է եւ չխոսել, այսօր կա համացանց, որտեղ ամեն ինչ կա եւ դեռահասը անհրաժեշտության դեպքում կիմանա այն, ինչ իրեն պետք է։ Հարգելի ծնողներ, համացանցում հավատացնում եմ ձեզ, կա շատ նաեւ վտանգավոր եւ դեռահասին սպառնացող տեղեկատվություն, մասնավորապես սեռական կյանքի, սեռական հարաբերությունների առավել եւս եթե մենք գործ ունենք անփորձ դեռահասի հետ, հետեւաբար պետք չի ձեր գործը բարթել կամ թողնել, որ դա անի համացանցը, որովհետեւ դրա մասին պետք է խոսել։ Նախ դա ստեղծում է մտերմիկ մթնոլորտ, որպեսզի հետագայում խնդիրներ լինելու դեպքում երեխան ծնողին ասի դրա մասին եւ ոչ թե պահի իր մեջ, որովհետեւ սա եւս խնդիր է, երբ ձեռք են բերում ինչ-որ մի խնդիր, դրա մասին չեն խոսում, պահում են իրենց մեջ եւ խնդիրը բարդանում է եւ երկրորդը այդ ֆունկցիան, այդ պարտականությունը կոնկրետ խոսելու, ասելու վերապահված է ծնողներին։ Համացանցը կարող է ձեզ օգնել տալով անհրաժեշտ տեղեկատվություն, բայց մեր օրերում իհարկե նույնիսկ դա խնդրահարույց է եւ ցանկալի է նման դեպքում դիմել մասնագետի օգնությանը թացը չորից զատելու համար։ Հոգեբանական խնդիրների եւ բարդությունների մասին արժևում ձեզ սպասվում է հետաքրքիր հարցազրույց հոգեբանի հետ, իսկ ես կանդրադառնամ սեքսոլոգիական խնդիրներին, որոնց հաճախ բախվում են երիտասարդները առաջին սեռական հարաբերության ժամանակ։ Խնդիրներից մեկը եւ ամենահաճախ հանդիպողը իհարկե սեռական թուլությունն է, լարվածության, սխալ պատրաստվելու, սխալ պատկերացումների հետևանքով եւ որպես կանոն սեռական թուլությունը, որը նկատվում է առաջին հարաբերության ժամանակ, ստիպում է երիտասարդին հետո երկար ժամանակ չմտածել սեռական հարաբերությունների մասին, քանի որ կա վախ։ Բացի պոտենցիայի խանգարումից, նաեւ բուռն լարվածության հետևանքով կարող է նկատվել վաղաժամ սերմնաժայթքում։ Ինչու՞, որովհետեւ երբ երիտասարդը լարված է, անփորձ է եւ չգիտի ինչը սկսի, ոնց անի, բնականաբար բացի էրեկցիայի խանգարումից կարող է նաև ակտը տևել չափազանց կարճ, այսինքն նկատվի եւ էրեկցիայի խանգարում եւ վաղաժամ սերմնաժայթքում։ Իսկ այս հարցում մեզ կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը, որը ներկայացնում է Tadafort եւ Dapoxetin դեղամիջոցները։ Tadafort-ը օգտակար է սեռական թուլության, ասել է թե էրեկցիայի խանգարման բուժման ժամանակ եւ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման պարագայում, 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը առանձնանում է իր բարձր էֆեկտիվությամբ եւ ազդեցություն թողնում է մոտավորապես 36 ժամ, այսինքն օգտագործելու պարագայում սեռական հարաբերությունները կարող են տեղի ունենալ 36 ժամվա ընթացքում, ընդ որում ոչ մեկ անգամ։ Դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց պետք է անպայման իհարկե ծանոթ լինել, իսկ թե կոնկրետ որ դոզավորումն է պետք ընդունել, դա որոշում է արդեն ձեր անձնական բժիշկը համապատասխան սեքսոլոգիական հետազոտություններ անցկացնելուց հետո։ Դրանից հետո արդեն պարզ է լինում, թե որքան ժամանակ է պետք այն օգտագործել։ Հաջորդ դեղամիջոցը Dapoxetin-ն է, որը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման ժամանակ եւ նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Դոզավորումը ընտրում է բժիշկը կախված վաղաժամ սերմնաժայթքման բարդության աստիճանից, վաղաժամ սերմնաժայթքման տեսակից եւ այլն։ Եվ այս պարագայում համակցելով Tadafort-ի հետ կարող է կարգավորել եւ սեռական թուլության խնդիրը եւ վաղաժամ սերմնաժայթքման, բայց իհարկե բուժման ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ մյուս գործոնները եւս,
որոնք նույնպես կարող են հանգեցնել թե վաղաժամ սերմնաժայթքման, թե պոտենցիայի խանգարման։ Դապոքսետինը ունի բարձր արդյունավետություն եւ պետք է օգտագործել պլանավորված հարաբերությունից մոտավորապես 1 ժամ առաջ։ Տևողությունը որոշում է բժիշկը հաշվի առնելով խնդրի առանձնահատկությունները։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի հակացուցումներ։ Այս թեման բավականին ծավալուն է եւ շարունակությունը կարող եք դիտել հարցազրույցը հոգեբանի հետ հաջորդիվ։